մեկս մյուս։ Հաճախ դարձած հողում կրքերը լարել։ Ոչ, ազգային ժողովի խմբակցություններից մեկի առաջնորդի արած անհեռատես հայտարարությունը, որը ինչ կապ ունի։ Դա նշանակում է ազգային ժողովի շենքից դուրս ամեն ինչ կարելի է ասել մեզ։ Հա, պարոն Կիրակոսյան, դա իշխանով է տրամաբանական։ Ես կարծում եմ ոչ։ Ես էլ հեռուստատորական հարցով հակադարձում եի ձեզ։ Ճիշտ եք համարում ձեր Ես կարծում եմ այո։ Թերևս մեր կողմից ոչ մի վիրավորական, կներեք ես ավել բառ չեմ ավելացրել, իմ կողմից ընդհանրապես հակադարձել եմ։ Նույն արտահայտությամբ ինչը որ արվել էր մեր հասցեն։ Ազգային ժողովի նիստերի դահլիճը նման հայտարարություններ կամ արտահայտություններ անելու տեղ է, պարոն Չիքասյան։ Իսկ քաղաքական հայտարարությունները որտեղից պետք է հնչեն։ Այդ մարդը, որ նորից օգտագործում եմ այդ բառը, այդ մարդը մեզ մեղադրում է գյորմամիշության մեջ։ Ես է քաղաքականապես հակադարձում եմ, թե հələ մի հատ եկեք հասկանանք ով է գյորմամիշը։ Գյորմամիշը, եթե չեմ սխալվում, թույլ տվեք շարունակեմ, հա։ Գյորմամիշ նշանակում է չտես, չէ, ագահ։ Ես էլ առաջարկից ասեք մի հատ հասկանանք ով է գյորմամիշը կամ որն է գյորմամիշությունը։ Պետք է ազգային ժողովի ամբիոնից ես քաղաքական գործիչ եմ եւ այո իմ հասցեին հնչեցրած հայտարարություններին թույլ տվեք խոսամ։ Թույլ կտաք խոսամ։ Իսկ Նիկոլ Փաշինյանի ասած այդ էթիկան ինչ որ կանոնագիր չի ստեղծում, որպեսզի նման արտահայտություններ չանեք, բայց էթիկան չի վերաբերվում իրենց առաջնորդին։ Ես նորից եմ կրկնում, նույն արտահայտությամբ ընդհանրապես հակադարձել եմ առանց իմ կողմից որևիցե այլ բառ ավելացնելու։ Ընդհակառակը պակասացրել եմ։ Իսկ դուք չեք կարծում, որ ազգային ժողովի նախագահի հորդորին դուք չեք հետևում, չեք կարծում բարեվարկության կանոնները սահմանել։ Իդեպ մի ողջ իշխանության հասցեին, ընդ որում լեգիտիմ իշխանության հասցեին հնչեցրած այդ արտահայտությունը վիրավորանք էր նաև մեր ժողովրդին, որովհետև լեգիտիմ ընտրությունների արդյունքում այս իշխանությունը ձևավորվել կվերջացնեմ նոր եւ այդ ժողովրդի ընտրության արդյունքը այդ կերպ անարգելը կներեք չգիտեմ դրան արդեն ինչ անվանում տալ։ Իսկ Նարեկ Կարապետյանի հնչեցրած այդ ես այդ արտահայտությունը չեմ լսել, ծանոթ չեմ, հուսով եմ ձեր հետ վերջացնելուց հետո կծանոթանամ ու կփորձեմ հասկանամ ում մասին էր կամ ինչի մասին էր։ Չգիտեմ ում անանուն որդի անվանում։ Պարոն Կիրակոսյան, կծանոթանամ, մնացածի մասին հետագան կմտածենք։ Այդ կանոնագրքի սկզբունքներին հետևելու եք թե ոչ։ Միանշանակ այո, բայց դա չի նշանակում որ ընդդիմադիր գործիչները, առաջնորդները իրենց պետք է թույլ տան ամեն տեսակի հայտարարություն ու արտահայտություն անեն մեր մասին։ Դե կներեք։ Նիստերի դահլիճից դուրս ձեզ ամեն բան կարող եմ ասել, պարոն Վարդեվանյան, ինձ թվում է չէ։ Շնորհակալ եմ։ Վերջացրու։ Ես քաղաքական գործիչ եմ։ Գիտեք ինչ, եկեք մի բան հասկանանք։ Ես քաղաքական գործիչ եմ ու փողոցային լեզվով հարցեր լուծելու կողմնակից չեմ։ Եթե բանը գնում է դրան, կներեք դրա համար այլ ֆորմատ էր պետք ու ես չէի դառնա քաղաքական գործիչ։ Առավել եւս ժողովրդի մանդատը ստացած պատգամավոր եմ ես։